ա եղել Ազատ։ Վախենալու էր աստեսա։ Ինչի իրաս։ Իբրի մարսանիքն է, եկեղեցում Տեր Հարը ասում է կարող եք համբուրել հարսին, հարսի քողը բարձրացնում եմ, տեսնում եմ, որ տակը պապան է բեղերով։ Հետո։ Հետո պապան ասում է ձեռով արա, թաքնված տեսախցիկ է։ Բարի գիշեր Ազատ։ Լևոն։ Ասա Ազատ։ Վախում եմ մենակով քնեմ, կլինի գամ ծոցդ։ Չէ։ Ավելի գամ քեզ գրկեմ քնեմ, ինձ տենց ավելի ապահով կզգամ։ Իսկ ես ինձ տենց անապահով կզգամ։ Խնդրում եմ։ Ասեցի չէ Ազատ։ Լավ էլի Լևոն։ Չէ։ Դե չէ։ Գնա Ազատ։ Ես քո մեծ աղբերն եմ, որ ասում եմ վախում եմ, պետքա գամ ծոցդ, պիտի համաձայնվես։ Մի հատ հեքիաթ պատմի քնեմ։ Հաշվել ես Ազատ։ Լավ գոնե գլուխս քորի, որ քնեմ։ Վերջ Ազատ, քնում ենք։ Հիմա ինչից վախեցար։ Ոչ մի բանից։ Բա ինչի վեր թրար։ Երազումս գնացել են ռեստորան, լիքը համով բան պատվիրեցի կերա, հենց հաշիվը բերեցին, դիտման պարտնացա, որ փողը չտամ։ Գառնիկ, ինչի՞ ես տենց մոտիկ պահել թերթը։ Ուղղակի շատ մանր է գրված։ Աչքիս մեծացել ես ու տեսողությունդ էլ վատացել է։ Իմ տեսողությունը շատ լավ է։ Հա? Դե ասա քանի մատա։ 4։ Գառնիկ, քանի շուտ է գնա աչքերդ ստուգի։ Ուզամ որ գնամ հիվանդանոց, աներ թվեր են կրակիրը, որ պոշկես պիտի ծախի, որ աչքերս բուժեն։ Գառնիկ, առողջության համար փող չեն խնայում։ Դե ուրեմն առողջությունս խնայի ու ձենդ կդրի։ Անշնորհակալ։ Ազատ։ Հա, պապ։ Նախ արի պայմանավորվենք, որ սրանից հետո ինձ